Եկել եմ թատրոն, բայց չեմ կարողանում ներս մտնել, շատ պարզ պատճառով, այստեղ կա թեքահարթակ իհարկե, բայց խնդրեմ։ Թեքահարթակի դիմաց մեքենաներ են։ Զարուհի Բաթոյանն այս խնդրի մասին օրեր առաջ է բարձրաձայնել, ասում է, սեփական օրինակով է ցույց տալիս, թե հաշմանդամություն ունեցող անձինք ինչ խնդիրների են բախվում եւ ինչպես դրանք լուծել։ Շատ անգամ հնչում են մեկնաբանություններ կամ կարծիքներ, որ ինչ եմ ես դա ասում, ես կնետ բողոքսում եմ ներկայացնում, իշխանությունը դուք եք գնացեք արեք, ես իմ գործընկերներին այդ մասին տեղեկացնում եմ, այսինքն բնականաբար դա իմ ամենօրյա աշխատանքն է, բայց ես նաև ուզում եմ իմ օրինակով ցույց տալ ու որպես падգամավոր նաև իմ վերահսկողական մեխանիզմներն եմ, գործառույթներն եմ իրականացնում։ Պատգամավորը նկատում է, հանրային իրազեկման խնդիրն է պատճառը, որ հաճախ առկա թեքահարթակների դիմաց մեքենաներ են կայանում։ Երբ ես օրինակ ցույց եմ տալիս, որ թատրոնի մոտ կառուցված թեքահարթակի դիմաց մեքենա է կանգնել, մենք այստեղ օրենսդրական կարգավորումների բաց չունենք։ Թեքահարթակն էլ ունենք, այսինքն եւ մատչելիության խնդիրն է լուծված, կարծես թե եւ օրենսդրական իմաստով լուրջ ինչ-որ բացեր չունենք, բայց հանրային գիտակցությունը եւ իրազեկվածությունը դրա ցածր մակարդակը մեզ թույլ չի տալիս այն լիարժեք օգտագործելու։ Ունեցել ենք մի քանի տեղեր, որ թեքահարթակը մեկ շաբաթում 4 անգամ սարքել ենք, 4 անգամ մեկ շաբաթվա ընթացքում, որովհետեւ այդ հատվածում շատ հաճախ բարձրանում էին թեքահարթակի վրա եւ թեքահարթակը կոտրվում եւ այնուհետև մենք պարտավորվում էինք այն վերականգնել։ Այդ ժամանակ բերեցինք, մենք տեղադրեցինք մեկ հատ փոքրիկ սյուն այդ հատվածում, որպեսզի չկայանան, ասեմ ձեզ 2 օր հետո սյունը կտրված էր։ Քաղաքապետարանում եւս նկատում են վարորդներն ու քաղաքացիները պետք է գնահատեն տարվող աշխատանքն ու խոչընդոտներ չստեղծեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ընտրում էինք թեքահարթակների կառուցումը ոչ թե մեր կմահաճույքով, այլ ընտրում էինք վարչական շրջանների դիմումի համաձայն կամ ակտիվ քաղաքացի հավելվածի միջոցով, որտեղ յուրաքանչյուր ոք կարող էր ակտիվ քաղաքացիով դիմումը տալ, որ այստեղ թեքահարթակի կառուցում կա կամ վերակառուցում կա, շատ հաճախ այդպես էլ է եղել, որ հին թեքահարթակները չեն համապատասխանել կամ անբավարար են եղել կամ հավասարաչափ չեն եղել, եւ մենք այդտեղ սկսել ենք թեքահարթակ կառուցել։ Օրինակ Նոր վարչական շրջանի փողոցներից մեկում կառուցվել է 3 տեսակի թեքահարթակ։ Սա այսպես կոչված տակտիկ սալիկներն են, որոնք օգնում են մեր տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին ճիշտ կողմնորոշվելու տվյալ հատվածում, ուղիղ գնալ թե թեքվել ձախ անցում կատարել։ Բոլոր թեքահարթակներում առկա են նման սալիկներ։ Պատասխանատուները ընթացիկ տարում կատարված աշխատանքը բարձր են գնահատում։ Երևանի 12 վարչական շրջանի 286 հասցեում արդեն կառուցվել է 551 թեքահարթակ։ Մերի Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։